Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը, Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա միաժամանակ վստահեցրել է, եթե հարձակում լինի Հայաստանի վրա, բանակը կպաշտպանի Հայաստանի տարածքը։ Հավելենք, որ Բաքվի կողմից հրադադարի մասին հաղորդագրությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր իր հանձնարարականն է պաշտպանության նախարարությանը հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Ստորագրահավաք է մեկնարկել Նիկոլ Փաշինյանին կոչ անելու ակտիվ քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիներին օգնելու եւ հետ վերադարձնելու համար։ Այսօր կազմակերպված ակցիայի ժամանակ նշվել է, որ մի քանի օր առաջ մեկնարկած ստորագրահավաքին ավելի քան 3.500 մարդ է միացել։ Ակցիայի մասնակիցներից Լորիենի Գոմշյանը ներկայացրել է Հայաստանի կառավարությունից պահանջները՝ հայ գերիների եւ պատանդների ազատումը, հռչակել գերխնդիր, ազատ արձակման շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, խնդրել ԵԱՀԿ-ին ներկայացուցիչներ ուղարկել Բաքվում անցկացվող շինծու դատավարություններին եւ այլն։ Նա հավելել է, այս քայլերը ոչ թե քաղաքական են, այլ մարդասիրական։ Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի մարգարե անցակետը, Թուրքիայի տարածքով հումանիտար բեռներ են ուղարկվելու Սիրիա։ Նշվում է, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շրջանակում հայկական կողմը նորոգել է մարգարե անցակետը։ Անկարան, սակայն, առայժմ գործուն քայլեր չի ձեռնարկել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության ուղղությամբ։ Արթուր Նահապետյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է նրա թեկնածությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր 2024 թվականի նոյեմբերից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ժամանելու է Հայաստան, նախատեսվում է նրա հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները միասին հետևելու են ֆուտբոլային հանդիպմանը։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր սեփական դաշտում ընդունելու է Վրաստանի ազգային հավաքականին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում։ Կիևը եւս մի քանի ամերիկյան F-16 կործանիչ է ստացել, արևմտյան գործընկերներից հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նա սակայն այլ մանրամասներ չի նշել։ Չեմ ասի քանիսն են, մի քանի F-16 ինքնաթիռներ ժամանել են Ուկրաինա, այսքանը նշել է Զելենսկին։ ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը, որը երկրի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի մրցակիցն է նախագահական ընտրություններում։ Պետդեպի խոսնակ Բրյուս Թամմին Անկարային կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու պատշաճ կերպով կարգավորել սեփական ներքին գործերի շրջանակը։ Եվրամիությունն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել Թուրքիային ժողովրդավարական արժեքներին հավատարմության կոչ անելով։ Հիշեցնենք, նախորդին Ստամբուլում 3 առանձին հետաքննության շրջանակում 106 մարդ է ձերբակալվել, որոնց թվում է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։